Սիրելի ռադիոլսողներ, ողջունում եմ ձեզ, եթերում ռադիո բրիֆինգի հերթական թողարկումն է, հաղորդում, որը նվիրված է հիմնականում Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ ձեզ հետ տաղավարում միշտ աշխատում է այս հաղորդման հեղինակ եւ վարող քաղաքագետ Գեորգ Մելիքյանը։ Մենք այս հաղորդաշարի շրջանակում հյուրընկալում ենք տարբեր մարդկանց, տարբեր փորձագետներ, մասնագետներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, տարբեր նախարարություններից ներկայացուցիչներ, որոնց հետ մենք քննարկում ենք այս կամ այն հարցը ավելի խորությամբ, փորձում ենք վերլուծել, մի կողմ թողնելով նաև էմոցիոնալ ֆոնը, փորձում ենք մտնել հարցերի խորքի մեջ եւ հասկանալ, թե որտեղ են խնդիրները եւ նաև փորձում ենք որոշակի լուծումներ գտնել կամ լուծումներ ուրվագծել։ Եվ ես այսօր հրավիրել եմ քաղաքագետ Արմեն Մինասյանին, ողջույն Արմեն։ Ողջույն։ Ես կարող եմ նաև ասել, որ դուք Panorama.am-ի վերլուծաբան եք, շատ կարևոր մի էլեկտրոնային օրաթերթ։ Եվ Արմեն, այսօր ես ուզում եմ, քանի որ մենք ամփոփիչ եմ մի փոքր, այսպես ամփոփում ենք տարին քաղաքական, երեք մենք ամփոփում ենք տնտեսական առումով այս տարին, հիմա քանի որ նաև հաղորդում ավելի նվիրված է արտաքին քաղաքականություն կամ ընդհանրապես քաղաքականություն, փորձենք այսպես վերջին հասկանալ այս դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական Կուսակցության 14-րդ համագումարում Հայաստանի Հանրապետության նախագահի հնչեցրած ելույթը, որը հետաքրքիր էր շատ այն առումով, որ բավականին հետաքրքիր շեշտադրումներ եղան։ Ես քաղաքագիտական, այսպես ասած, վերլուծության փորձեցի ենթարկել այս ելույթը։ Ես հիշեցնեմ ուղղակի, որ այս հաղորդման շրջանակում ես նաև վերլուծել եմ Օբամայի ելույթը անմիջապես ընտրությունից հետո, երբ ընտրվեց ինքը, Բարոզո ելույթը Հայաստանում, Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ում, այսինքն այս գիտեք քաղաքագիտական մոտեցում է, հա, լիդերների ելույթները հասկանալ, մի կողմ թողնելով այսպես էլի էմոցիոնալ հասկանալի կողմը։ Հիմա Արմեն, եկեք սկսենք նախ ձեր ուղղակի տպավորություններից առաջինը, հետո կփորձենք վերլուծել։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ 368204 հեռախոսահամարով ռադիոլսողները կարող են կապվել մեզ հետ եւ իրենք էլ կարող են կիսել իրենց եւ կարծիքը, եւ տպավորությունները, եւ հարցեր ուղղել ձեզ կամ ինձ կամ երկուսիս։ Եվ այսպես Արմեն, ինչպիսին է նախ առաջին այսպես տպավորությունը այս ելույթից։ Տպավորությունը մեկն է, ելույթը ինքը ծրագրային էր նախագահի կողմից, ելույթում խոսվում էր արված գործերի մասին մինչ այժմ եւ նշվում էին այն առաջնահերթությունները, որոնցով պետք է զբաղվի նախագահը արդեն որպես նախագահի տեխնացու ընտրվելու դեպքում։ Առաջի տպավորությունն այսքանը։ Կառուցվածքային վերլուծության ընթացքում հուսով եմ կանենք եւ կխոսենք առանձին դրույթների մասին, կխոսենք չգիտեմ նպատակադրումների մասին։ Այո, շատ ճիշտ բառ օգտագործեցիք, կառուցվածքը, փորձենք հասկանալ այս ելույթի ներքին կառուցվածքը, հասկանալ փիլիսոփայությունը այս ելույթի։ Ես նկատեցի, որ բավականին երկար է ելույթը, մոտավորապես 40-50 րոպեանոց ելույթ էր, որպես կանոն, ես հիշում եմ, որ ավելի կարճ են լինում ելույթները։ Եթե նաև անդրադարձ անենք առաջ եւ երկրորդ նախագահների ելույթներին, ապա նրանք երեքն էլ տարբեր ձևի մեջ են գրված լինում, որպես կանոն, առաջին նախագահը ավելի սիրում է դասական ակադեմիական ոճի մեջ անել ելույթները, երկրորդ նախագահի ելույթները մի քիչ ավելի խիստ ու ավելի, կարելի ասել, այսպես քիչ ավելի սեղմ եւ քիչ ավելի խարիզմատիկ ելույթներ են, իսկ Սերժ Սարգսյանի ելույթը, հատկապես այս վերջի ելույթը, ես կարող եմ ասել, որ ինքը բավականին ամեն դեպքում գրված էր խարիզմայի շնչի վրա, որպեսզի կարծեք մարդկանց հուսադրող, հա, այսպես դրական նոտայի վրա էր անդադ գնում, ասես մաժորային էր անդադ այս ելույթը։ Սկիզբը Պարոն նախագահը ավելի պատմական նկարագրական է, այսպես թերևս անցնում, որից հետո խոսում եմ մարտահրավերների մասին։ Արմեն, ինչ ձեր կարծիքով արդյոք նախագահը կարողանում է անդրադառնալ բոլոր մարտահրավերներին այս ելույթում։ Սկզբունքորեն դուք ձեր հարցադրման մեջ անդրադարձեք նաև ելույթի կառուցվածքին կամ որպիսությանը, երրորդ նախագահը ես զերծ կմնամ համատականներ անցկացնելու նախագահների ոճի միջև, ինձ համար որպես քաղաքագետի կարևոր է տեքստը, ինչի ասվում ելույթում հայտարարության մեջ, հա, եւ որպես գործիք ես փորձում եմ տեքստին ծանոթանալ երրորդ անձի տեսանկյունից, այսինքն տվյալ ելույթը
եթե հանենք Հայաստանում արկայես կոնտեքստը, ինչպեսին կընկալվի որևէ երրորդ անձի կողմից, ով ծանոթ չէ հայաստանյան իրականությանը։ Այս տեսանկյունից ուշադրություն չդարձնելով ծավալի վրա, պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանի ելույթը բավականին ընդգրկուն էր։ Այսինքն ցանկացած երրորդ անձ այլ երկրի քաղաքացի, ով հետաքրքրված է, հայաստանյան process-ներով կարող է ծանոթանալ նախագահի ելույթին, այս դեպքում նաև նախագահի տեխնացուի ելույթին եւ իր համար հասկանալի կլինի ինչ է առաջարկում այս գործիչը։ Այս ժամանակահատվածում սկզբունքորեն մենք այլ ելույթ չենք ունեցել, այլ ասելիք։ Ու ասելիք եղել է, բայց քաղաքական product, չէ, ոչ նախագահի կողմից, նրա մրցակիցների կողմից պոտենցիալ քաղաքական product, որը առաջարկվում է ընտրողին, զարգացման տեսլական մարտահրավերների խնդիրների սահմանում սկզբունքորեն մենք չենք տեսել։ Իսկ ելույթի ծավալը կապված է այն իրողության հետ, որ խնդիրները շատ են եւ դրանք առանձին Սա ավելի շատ պետական գործչի ելույթ էր, թե նախագահի տեխնացուի։ Սա նախագահի տեխնացուի ելույթ էր, ով լինելով իշխանության գլուխ, ինքը համարձակություն ունի ձևակերպելու խնդիրները, սահմանելու խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն։ 5 տարի առաջ եւս պարոն Սարգսյանը ելույթ ունեցավ եւ ավելի այսպես շեշտադրում արվեց հավատալու սկզբունքին, որ պետք է հավատալ, հավատացին արդյոք հավատալ իրեն, թե հավատալ իր ծրագրերին եւ արդյոք հիմա այս դրույթի մեջ ընդհանրապես հավատի մասին, որովհետեւ այս ելույթի մեջ չկար խոսք։ Սկզբունքորեն տեսեք, քաղաքական կարգախոսները, լոզունգները, դրանք ընտրական տեխնոլոգիաների բաղկացուցիչ են։ Իմ քաղաքագետի տեսանկյունից շատ կարևոր է տեքստի բովանդակությունը, ինչ է ասվում, ինչ խնդիրների լուծում է առաջադրում, նախ խնդիրներ են սահմանվում, լուծումներ են առաջադրում եւ որոնք են անուշադրության մատնվում։ Քաղաքական գործի դեպքում շատ կարևոր է ոչ այնքան կարևոր է ինչի մասին խոսեց, այլ ինչի մասին լռեց։ Լավ։ Հասկանում եք, այս տեսանկյունից նախագահի ելույթը ինքը ծավալուն է։ 5 տարի առաջվա ելույթի հետ համեմատականներ անցկացնելու կարիք չկա։ Ես այստեղ մի փոքր ուզում եմ շեշտադրում անել, որպեսզի հասկանալի լինի։ Ելույթը ինքը լավն է։ Հավատում ենք դրան, չենք հավատում։ Վստահում ենք, չենք վստահում, սա լրիվ այլ հարցադրումներ են։ Իհարկե ես այստեղ մի փոքր պետք է հակադրեմ, որտեղ քաղաքագիտական տեսանկյունից են շատ կարևոր է համեմատականներ անցկացնելը եւ մի կողմից այդքան էլ էական չի ելույթի բովանդակությունը, որքան տեսական մասը, այսինքն ինչքանով է այս կամ այն քաղաքական գործիչը կարողանում կառուցել իր ելույթը, այդ ելույթի ընթացքում ինքը ինչի վրա է շեշտադրումներ անում եւ նոր դրանից հետո մենք ավելի անում ենք այսպես քաղաքական կամ քաղաքացիական վերլուծություն, եթե կարելի այսպես ասել, որտեղ մենք որպես քաղաքացիներ, որպես վերլուծաբաններ արդեն նայում ենք այդ բովանդակությանը, թե բովանդակությունը համապատասխանում է իրականությանը կամ ինչ է ուզում ասել։ Դրա համար համեմատում ենք միանշանակ, որովհետեւ պետք է հասկանանք, թե ինչն է փոխվել նախագահի ենթադրենք փիլիսոփայության մեջ։ Սկզբունքորեն իմ տպավորությամբ նախագահի փիլիսոփայության մեջ ոչինչ չի փոխվել։ Նրա բոլոր ելույթները ոչ միայն 5 տարի առաջվա, այլև 4 տարի առաջվա, 3 տարի առաջվա, դրանք մեկը մեկի շարունակությունն են, օրգանական ներքին կապվածություն ունեն եւ շատ հարցեր, որոնց մասին անգամ նախագահը խոսել է վերջին ելույթում, շատ բացվածք այսպես ասած տեքստի մեջ չկա, բայց դրանց մասին ինքը խոսել եւ նշել է մեկ այլ ելույթում, ենթադրենք 1 տարի առաջ։ Հասկանում եք, նույն եւ շատ կարեւոր էր իմ տեսանկյունից, որ այն ինչի մասին խոսվում էր, ենթադրենք 4-5 տարի առաջ կամ 3 տարի առաջ, այսօր արկա է իր ելույթում գործողության տեսքով, ոչ միայն վերլուծություն կամ խնդիրների սահմանում, այլ գործողություն։ Դուք հպանցիկ անցակ նախագահի ելույթի առաջին հատվածի, վրայով բնութագրեցիք որպես պատմական, բայց իրականում ինքը ոչ միայն պատմական է, ինքը գնահատական է նախորդ իշխանություններին, նախորդ նախագահներին եւ այդ գնահատականի մեջ արկա է հանդուրժողականության, միայն դրականը տեսնելու հստակ ակցենտավորում։ Ես իհարկե ուզում եմ այստեղ նաև ասել, որ ի տարբերություն նախորդ խոսեցինք փիլիսոփայության մասին, փիլիսոփայության մեջ ես մի օրինակ հետաքրքիր բան եմ նկատում, ինքը ասում է, որ մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը։ Սա շատ կարևոր փոփոխություն է։ Իհարկե այստեղ հարցը այլ է, թե ինչքանով է դա իրականության մեջ լինելու, բայց շատ կարևոր է, որ տեսլականի մեջ ամեն դեպքում իրեն կարևորում են, այսինքն պետության ղեկավարը
կարևոր օղակ, կարևորագույն մասնիկ է համարում արդեն մարդու, ոչ թե պետական ինստիտուտները, ոչ թե քաղաքականությունը, ոչ թե տնտեսությունը, որոնք բնականաբար հենց շատ կարևոր են, բայց կարևորագույն տեղում մարդն է, որից հետո բխեցնելու են մնացած այդ բաները։ Տեսեք, այստեղ անջատ մի բան առանձին դիտարկել չի կարելի, սկզբունքորեն, երբ որ ինքը պատմական էքսկուրս է անում, ես ինքս վերլուծել եմ ելույթի այդ հատվածը, ինքը բավականին հստակ նշում է իր նախորդների առաքելությունը, խոսում է անկախության առաջին տարիների մասին, առաջին 5-10 տարիների մասին, որը ըստ էության Տեր-Պետրոսյանի կառավարման շրջաններ, եւ նշում է, որ այդ շրջանում խնդիր կար անկախությունը կայացնելու պետական ինստիտուտները հիմնելու, մեկնարկի մասին, եւ ըստ էության տալիս է դրական գնահատական, այսինքն առաքելությունը համարվում է կատարված։ Երկրորդ շրջանի մասին խոսվում է պետական ինստիտուտների հզորացման, կայացման մասին, այսինքն այն կաղապարները, որ ստեղծվել էին առաջին շրջանում բովանդակություն հաղորդելու մասին, եւ ըստ էության դա էլ դրական է գնահատվում, այսինքն պետությունը, հասարակությունը հասել է մի փուլ, երբ որ ունի կայացած պետական ինստիտուտներ, եւ նաեւ տնտեսական աճի շնորհիվ ստեղծել է հետագա զարգացման նախադրյալներ։ Իսկ ո՞րն է հետագա զարգացումը։ Հետագա զարգացումը, որ պետության կողմից մատուցվող բոլոր ծառայությունները, հասանելի լինեն բոլոր մարդկանց։ Եվ ինքը իր առաքելությունը դրա մեջ է տեսնում եւ ամբողջ ելույթը արդեն կառուցված է հենց այս սխեմայով, որ ապահով Հայաստան ինքը դրա մեջ դնում է բազմաթիվ էլեմենտներ, չգիտեմ, գործազուրկին աշխատանք, աշխատողին հուսալիություն, արդարություն եւ այլն, սա մարդու համար է։ Այսինքն մենք պետականաշինության գործում հասել ենք մի փուլ, որ այլևս պետության կողմից տրվող ծառայությունները, բարիքները պետք է հասանելի լինեն բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց։ Արմեն, իհարկե, նայեք, ինքը շատ ճիշտ եք ասում, ինքը այս ելույթը այնքանով է հետաքրքիր, որ 21 տարվա պատմություն ունեցող պետության մեջ նախագահը այսպես этап առ этап անդրադառնում է բոլոր այդ անդրադառնում է բոլոր փուլերին, ինչ մենք ունեցել ենք անկախության օրվանից սկսած շատ հետաքրքիր ճիշտ շեշտելով, որ պարտադրված մենք պատերազմի մեջ մտանք, հաղթանակով դուրս եկանք, այո դժվարություններ կային, այո կային բնականաբար սիստեմային խնդիրներ եւ այլն, բայց մենք կարողացանք դուրս եկալ, մենք դուրս գալ եւ այլ, այսինքն որևէ մեկին չի փնովում, որևէ մեկի հասցեն քննադատական խոսք չի ասում եւ կարծեք համարում է, որ իշխանության, ցանկացած իշխանության ձեռքբերում բոլորի ձեռքբերումն է եւ ոչ թե կոնկրետ մարդկանց անունները շեշտում եւ այլն։ Շատ հետաքրքիր է, այսինքն հենց սա է ինձ հետաքրքիր, որ սա փոփոխություն է, այսինքն իսկապես տարբերվում է այս ելույթը նախորդ ելույթներից։ Սկզբունքորեն սա իմպլեմենտացիան է այն կոչի, այն հորդորի, որ պետք է քաղաքական մրցակցությունը, քաղաքական պայքարը տեղավորվի քաղաքակիրթ կանոնների սահմաններում, կողմերը պետք է լինեն հանդուրժող։ Սա սկզբունքորեն հանդուրժողականության դրսևորում է, ակտինգ, գործողության տեսքով, սա ոչ միայն ելույթ է, այլ նաև գործողություն է հանդեպ քաղաքական մրցակիցների, որ այո, սկզբունքորեն նախորդներն այսօր էլ ակտիվ քաղաքականության մեջ են, համենայն դեպս մինչև 3 եւ ինքը հարգալից վերաբերմունք ունի։ Արմեն, միգուցե ինքը այսպես հանգիստ հանդուրժող է, որովհետեւ իր ձեռքում բավականին մեծ լծակներ կան եւ այսօր լրջորեն չի տեսնում որևէ ընդհանրեն ընդդիմադիր, որը կկարողանա իր հետ մրցակցել, դրա համար շատ հանգիստ այսպես ռևերանսներ, ժեստեր է անում եւ ցույց է տալիս, որ մեծահոգություն ունի եւ ինքը խնդիր չունի որևէ մեկի հետ պայքարելու եւ այլն եւ այլն։ Չեմ կարծում, որովհետեւ քաղաքական պայքարը միայն ընտրություններով չի սահմանափակվում, քաղաքական պայքարը անընդհատական process է եւ ես օրը ճիշտ չեմ հիշի, բայց անցած տարի մարտ ամսին Ծաղկաձորում նախագահը շատ մի կարևոր հայտարարություն արեց, կարծեմ լրագրողների հետ զրույցում եւ ինքը ձևակերպումը տվեց, որ քաղաքական պայքարը պետք է լինի քաղաքակիրթ, հանդուրժողականության մթնոլորտում, իսկ իշխանության հարցը պետք է լուծի ժողովուրդը։ Շատ լավ ասված է։ Եվ դա այն նախադրյալն էր, որը հետո դարձավ ՀԱԿ-ի հետ երկխոսության հիմքը, դարձավ քաղաքական process-ների սկզբունքորեն այն ողնաշարը։ Եվ շատ կարևոր է, որ գործող նախագահը, որ իսկապես շատ ավելի մեծ իշխանություն ունի նաև վարչական ռեսուրսներ, ոչ միայն նախագահը, այլև իշխող կուսակցությունը, իրենք են ուրեմն համաձայնվում, համակերպվում պայքարը նման հուն տեղափոխելու, որտեվ փորձը ինչ է ցույց տալիս, որ անընդհատ դիմակայությունը զարգացման որևէ նախադրյալ չի ստեղծում։
Եվ նախագահն իր ելույթում նշում է, որ Հայաստանը ստիպված է զարգանալ, որտեղ մենք ունենք որոշակի մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար զարգացած Հայաստանը պարզապես անհրաժեշտ պայման է։ Ինքը ես երբ որ կարդում եմ այս ելույթը, ինձ համար շատ էստեղ շատ դրական կետեր կան, շատ հետաքրքիր վերլուծություն է արված։ Միակ մտահոգությունը որ ունեմ, որ այնպես տպավորություն չլինի, որ սրանք ուղղակի խոսքեր են։ Ես իհարկե գիտեմ շատ են անդադասում նաև որ ընդդիմադիր դաշտը իհարկե ժամանակները փոխվել են, տեխնոլոգիաները ավելի հայտնի են դարձել եւ նաև speech writer-ները, այսինքն նրանք ովքեր որ օգնում են ելույթներ գրել, շատ լավ տիրապետում են այսօր տեխնոլոգիաներին, շատ լավ հասկանում են թե ինչ բառեր պետք է գրել, որպեսզի այն ընկալելի լինի բոլորի ականջների համար, սկսած ամենահասարակ քաղաքացուց վերջացրած միջազգային կազմակերպություն նույն բանը հիմա անում են Ռուսաստանում, օգտագործում են շատ հետաքրքիր սիրուն բառեր, դա ժողովրդավարություն է, դա մարդու իրավունքներն են, դա արդարություն է, մի բան որ ժամանակին չեն անում, ուղղակի դնում են եւ ասում են այն ինչպես որ մտածում են մի փոքր համեմված ավելի քաղաքական տերմինաբանությամբ, բայց այսօր արդեն կա այդպես կարևոր այդ key բառերի, այդ բանալի բառերի օգտագործումը, որը որ ստեղծում է շատ լավ տպավորություն, բայց իրականության մեջ արդյոք դա այդպես է իսկապես։ Երբ որ մենք խոսում ենք նույն մարդու իրավունքների կամ նույն խոսում ենք լրագրողների մասին, իհարկե այսօր լրագրողներն չեն ծեծում, բայց գիտեք որ մեդիա դաշտը բավականին նույն տնտեսության մեջ մենաշնորհները կան, քաղաքականություններ են մենաշնորհի վերածում, նույն ենթադրենք առաջին նախագահից սկսած բոլորը կարծում են որ ենթադրենք քաղաքականությամբ կարող են զբաղվել մենանք ովքեր որ ՀՀՇ-ին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին են, որևէ մեկը չի կարող վերլուծություններ անել, բացի իրենք ամենագետները, իրենք նույնը տեսնում ենք ասենք այսօր։ Տեսեք, ելի եմ գրկնում, ելույթին խոսքերին հավատալ չհավատալ դա շատ սուբյեկտիվ է, դժվար է ասել։ Ոմանք կհավատան, ոմանք չեն հավատա, ոմանք կվստահեն։ Այստեղ կարևորը որն է մոտիվացիան, հիմքում ինչն է։ Եթե չենք հավատում, որտեղ քաղաքական հակառակորդ է, սա այլ խնդիր է։ Չենք հավատում, որտեղ իրականությունից կտրված գնահատականներ են, սա այլ խնդիր է։ Հա, չենք հավատում, որտեղ ենթադրում ենք, որ չկա ռեսուրսներ իրականացնելու այն ամենը, ինչ նկարագրված է, սա միանգամայն այլ խնդիր է։ Հիմա կասես ավելի տեսլականին մոտ է, սա տեսլականն է։ Սրանք նպատակադրումներ են։ Չի կարող նախագահը հայտարարություններ անել եւ փորձն էլ ցույց է տալիս, որ որևէ մեկը օդի մեջ հայտարարություններ չի անում։ Նշված նկարագրված հայտարարությունները սրանք նպատակադրումներ են, այսինքն այն թիրախն է, որին ձգտում է։ Հասարակության զարգացման որոշակի ուղի է։ Հիմա ինչ է արվում դրա համար, պետք է որոշակի ինդիկատորներ, մասնագետների համար, հասարակ քաղաքացիները գուցե էմոցիոնալ դաշտում գնահատականներ տան, հավատան կամ չհավատան։ Սա էլ տեխնոլոգիայի հարց է, բոլորս գիտենք, բայց մասնագետի համար ինչն է կարևոր, որոշակի ինդիկատորներ, որոնց հիման վրա դուրս կբերի իրականության պատկերը եւ տրված գնահատականի համարժեքությունը։ Հիմա խոսեցիք լրագրողների մասին, փաստ է որ վերջին առնվազն 3-4 տարում մեզանում չի եղել համենայն դեպս առերևույթ բռնություն կամ բռնության փորձ լրագրողի նկատմամբ կամ եթե առաջարկել ընդմիջենք, խնդիր չկա, որպեսզի ձեր միտքը չկտրվի, չնայած ես կտրում եմ հիմա ձեր միտքը, ուղղակի հիշենք ինչի մասին է, մի քանի րոպեից նույնպես մենք կմիանանք եւ կշարունակենք մեր զրույցը։ Շնորհակալություն, մնացեք եթերում։ Մենք երկին եթերում ենք, ռադիո բրիֆինգն է, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանը եւ այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ Արմեն Մինասյանին, ինչպես նաեւ որը հանդիսանում է նաեւ Panorama.am էլեկտրոնային օրաթերթի վերլուծաբաններից մեկը։ Արմեն, մենք կանգ առանք այն մտքի վրա, որ լրագրողներին ամենայնպես այս տարիների ընթացքում առերևույթ գոնե չեն խոշտանգել, չեն բռնել, չեն սահմանափակել նրանց գործունեությունը եւ այդտեղ ես կոնկրետ օրինակի վրա փորձում էի հայտարարությունը, իրականությունը վերլուծել։ Հայտարարության մեջ ինչ ասվեց, ոչ թե բացառվեց նման դրսևորումները, դրանք բացառել անհնար է ցանկացած երկրում, ամենաազատ երկրում անգամ, հստակ նշվեց, որ մերժվում է բռնությունը լրագրողների հանդեպ։ Եվ ինքը այդպես է պատկերացնում դաշտը, այլ հարց է թե որքանով է դա մերժվում է, տեսեք, բառերը շատ կարևոր են, մերժվում է։ Երբ որ մենք հետահայաց նայում ենք վերջին 3-4 տարվա ընթացքում իսկապես համակարգային ճնշում լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ կարծես թե չի եղել։ Արմեն, գիտեք ինչն է խնդիրը։ Դա ես հիշեցնում եմ 36 միջադեպի մասին էլ պատմեմ, ուղղակի զուգահեռները ճիշտ հասկացնել։ Եվ մենք ունենք
կոնկրետ միջադեպ, ընդամենը մեկ շաբաթ առաջ, կարծեմ ազգային ժողով պատգամավորներից մեկը եւ լրագրողներից մեկը միջադեպ։ Ինչ տեղի ունեցավ, միջադեպն իսկապես եղավ, իսկապես շատ վատներ, եւ մենք եւ դրան հետևեց նաեւ ներողությունը, հա, պատգամավորի կողմից։ Այսինքն սա իրավիճակի փոփոխություն է, թե չէ։ Ես այդքան չէ, ես կարծում եմ, որ այդքան էլ չէ, որովհետեւ նույն կերպ Ռուբեն Հարապետյանն էլ ներողություն խնդրեց, բայց այդ ներողությունները կարծեք թե այդքան էլ չեն դարմանում մեր իրավիճակը, այո, լավ է որ ներողություն խնդրում, բայց ավելի լավ է որպեսզի այդ մարդիկ, որոնք որ ներողություն խնդրելու փոխարեն զբաղվեն իրենց գործով, նախ եթե իրենք падգամավոր են, զբաղվեն իրենց падգամավորական պարտականություններով, նախ լինեն падգամավոր, այսինքն օրենսդիր, իսկ օրենսդիր նշանակում է գոնե իրավաբանական կրթություն, նշանակում է գոնե կրթություն համապատասխան բնակավարներ, որոնք ցավոք բացակայում են, բայց դա խնդրի այլ հարց է, մենք խոսում ենք ուղղակի ելույթի մասին եւ այդպես այդքան եւի չմտնենք դետալների մեջ։ Ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ 368204 հեռախոսահամարով կարող են կապվել մեզ հետ։ Մենք այսօր քննարկում ենք եւ նաեւ ամփոփում ենք ինչ որտեղ քանի որ ելույթը ամփոփիչ էր Սերժ Սարգսյանի վերջին ելույթը Հայաստանի Հանրապետական Կուսակցության 14-րդ արտահերտ նստաշրջանում, որտեղ նաեւ ինքը առաջադրվեց որպես նախագահի տեխնացու եւ արդեն մենք ունենք կոնկրետ տեխնացուների անուններ, որոնք մասնակցել են 2013 թվականի արդեն փետրվարին կայանալիք նախագահական ընտրությանը։ Արմեն, այս ելույթի մեջ ես տեսնում եմ, որ եւ նաեւ նախորդ ելույթների մեջ, որ շատ է պարոն Սարգսյանի մոտ կրկնությունները, որևէ բառի, կոնկրետ ինչ-որ մի բառի կրկնություն։ Ես հաշվեցի ունեք ինքը 15 անգամ օգտագործում է կարողացանք անել սա, կարողացանք անել այն, կարողացանք, այնուհետև կարողացանքի փոխարեն շարունակում է մենք արեցինք այսպես, մենք արեցինք այնպես, մենք արեցինք այսպես եւ իհարկե հասկանալի է, որ սա նպատակային է, սա հենց այնպես չի արվում, բայց չեք կարծում որ մի փոքր սա ինչ որտեղ նաև թուլացնում է հենց ելույթի ուժգնությունը, կամ փոխանակ ինքը հենց կոչված է ուժգնացնելու, բայց հակառակը կարծում ավելի շատ թուլացնում է։ Ինչ իմաստով։ Թուլացում է, որովհետև կրկնությունները արդեն կարծեք նույն ոճական մեթոդն են օգտագործում, նույն ոճով դու չես կարող անընդհատ նույն բանը ասել, դա մի ոճ է, սովորական ոճ է։ Ելույթի դատողությունները պետք է նայել իրենց ամբողջության մեջ, կոնտեքստից կտրված դրանք իմաստալից, ոչ այդքան իմաստալից են, հա, երբ որ նշվում է կարողացանք, ըստ էության լսարանը պետք է հասկանա, որ չնայած առկա օբյեկտիվ դժվարություններին, իսկ դրանք թվարկվում են, հա, կարողացանքից առաջ դիսպոզիցիայում նշվում է ինչ օբյեկտիվ դժվարություններ կան, որ չնայած դրանց հաջողվեց հասնել այս խնդիրների լուծմանը։ Այո, միանշանակ հասկանալի է, ուղղակի հենց ոճական այս հնարքը, որ օգտագործում է եւ ընդհանրապես եմ ես տեսնում, եւ նաեւ այնուհետեւ վերջացնում է հիմա արդեն փոքր զավեշտալի է դարձել, շատերը կրկնում են որպես նաեւ ինչ որտեղ հումորային, սա Հայաստանն է եւ վերջ, սա հասկանալի է ինչի համար է ասում, բայց սա օրինակ ինձ համար նման վերջաբանը կամ նման ելույթը ինձ համար ավելի հետաքրքիր կներ լսել ՄԱԿ-ի ամբիոնից, օրինակ ՄԱԿ-ի ամբիոնից ես կուզեի որ մեր նախագահը կանգներ եւ ասեր սա Հայաստանն է եւ վերջ, սա այն երկիրն է, որը որ մեր պապերը մեզ են ավանդել եւ մենք պիտի կառուցելու ենք այն Հայաստանը, որ մենք ուզում ենք եւ որը մեկը մեզ չի խանգարում։ Սա օրինակ ավելի հետաքրքիր էր ՄԱԿ-ի ամբիոնից, այդպես խրոխտ կանի ասել սա Հայաստանը եւ վերջ։ Հիմա էլ շատ տպավորություն որ եթե ինչ-որ մեկը գտնում է որ սա այդքան էլ նոր Հայաստան չի, ուրեմն ինքը արդեն ընկնում է այսպես սև ցուցակ, եթե ինքը չի համարում որ ինչքան հասկանում եմ ոչ թե նկարագրում է ներկայիս Հայաստանը, այլ նկարագրում է այն տեսլականը, որին ձգտելու է։ Ինքը իր տեքստով առաջարկում է քաղաքական պրոդուկտ, հա, ինչպես ինքը տեսնում, այո, ինչպես ինքը տեսնում եւ ընտրողին է առաջարկում այդ պրոդուկտը, պարտադիր չէ որ բոլորի ճաշակով լինի դա։ Ինքը ներկայացնում է շուկա է, քաղաքական շուկա է ներկայացնում մի ապրանք եւ փնտրում է գնորդ եւ ամենայն էլ պարտադիր չի որ բոլորը ձեռք բերեն այդ ապրանքը, բոլորը ձայն տան կամ հավանություն տան այդ տեքստին։ Ցանկացած տեքստի մեջ օգտագործում են որոշակի հնարքներ, տրամաբանական հնարքներ, տեխնոլոգիական հնարքներ, հա, առավել թիրախ խմբերին, այսպես ասած, հասարակության մեջ առանձնացված են շերտերին, որոնց ուղղված են հիմնական ազդակները, մեսեջները, որպեսզի ավելի հասանելի լինի։ Միգուցե ձեզ համար դա այդքան էական չի, բայց ենթադրենք 60-ից բարձր տարիքի, հա, այդ սերնդի համար շատ կարևոր է որ սա Հայաստանը եւ վերջ, այսինքն Հայաստանով ամեն ինչ ավարտվում է։
ասված ամեն Հայաստան ասելով ասում ենք հասկանում եք։ Լավ, Արմեն, մենք ունենք հեռախոսազանգ, ես կառաջարկեմ շատերին ակտիվ լինել, իմ սիրելի ռադիոլսողները, որոնք միշտ նաև ակտիվ են, հարցերը ձեզ ենք ուղղում, նաև մենք ուզում ենք դուք էլ կիսվեք ձեր տպավորությունը, լսում ենք ձեզ, ներկայացեք, խնդրեմ ձեր հարցը։ Բարև ձեզ։ Մանեկարենա։ Այո, Կարեն։ Այսպեսի մի հարց ուղղում եմ երկուսիդ հարցը։ Այո։ Այս ընդհանրապես պրակտիկան ուսումնասիրվել, ասենք թե երկրորդը, ասենք թե նախագահները երկու անգամ իրանք ունեն վերընտրվել, երկրորդ этаպում վերընտրվելու նախագահները առատ, ասենք թե խոստումներ են տալի եւ ասենք թե չունեն ոչ մի ման կորցնելու, որովհետեւ չեն վերընտրվի, թե ասենք թե առատ խոստումներ են տալի եւ ուզում են բարի համբավով, ասենք թե ավարտել իրանց կարիերան, վերլուծություններ կա, շնորհակալություն։ Լավ, շնորհակալություն Կարեն հարցի համար։ Արմեն, ինչ կասեք։ Ուրեմն այդ պրակտիկայի ուսումնասիրությունը իսկապես կա եւ շատ է արված Միացյալ Նահանգներում, որտեղ այդ երկու ժամկետի ինստիտուտը գործում է Միացյալ Նահանգներում ավանդաբար եւ բացի այդ նախագահի ինստիտուտը բավականին ուժեղ է այնտեղ։ Իրենք ունեն ուսումնասիրություններ, ես հիմա չեմ մատնանշի հեղինակներին, բայց դրանց արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր նախագահները սկզբունքորեն պաշտոնավարման առաջին շրջանում ժամկետում հիմնականում էներգիան, եւ ռեսուրսները ծախսում են, այսպես ասենք, թիմ ձևավորելու իշխանական բուրգի մեջ ավելի կայանալու։ Պաշտոնավարման երկրորդ շրջանում արդեն կուտակված ռեսուրսները, որոնք փոխակերպվում են զարգացման նախադրյալների, իմպլեմենտացվում են, այսինքն գրեթե բոլոր նախագահները Միացյալ Նահանգների դեպքում իրենց պաշտոնավարման երկրորդ շրջանում լուրջ փոփոխությունների են գնացել եւ քաղաքական լուրջ ռիսկերի են գնացել։ Ես ասեմ, որ հարցը շատ հետաքրքիր տիպիկ քաղաքագիտական հարցեր, ընդհանուր տեսնել, թե թամպես նախագահները երկրորդ մանդատի ժամանակ ինչպես են դրսևորում իրենց եւ պետք է ասի, որ այո, երկրորդ մանդատի ժամանակ ավելի համարձակ են նախագահները եւ շատ ճիշտ նշեց ռադիոլսողը, որ կա նաեւ բարի համբավը պահելու ի վերջո եւ դա շատ լավ է, որպեսզի նաեւ անկախ նայած թե ինքը ինչպեսի նույն Ելցինի օրինակ պարագայում, եթե մենք հիշենք, Ելցինը երբ արդեն պաշտոնաթող էր լինում, բավականին շատ լավ ելույթ ունեցավ, որի արդյունքում ինքը ուղղակի իր անունը ոսկե տարրով գա, թեև շատ բաց թողումներ եղան իր ժամանակ, բայց կարողացավ մարդը իսկապես վերականգնել իր հեղինակությունը։ Այո, մենք ունենք նույնից հեռախոսազանգ, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արմինեն է։ Այո, Տիկին Արմինեն։ Ուրեմն ինչ վերաբերում է նախագահի ելույթին։ Այո։ Իմ կարծիք, ես որպես գրական ստեղծագործություն, ես գնահատում եմ որպես շատ թույլ, պրիմիտիվ, իսկ ինչ վերաբերում է, որ անդադ կրկնում է ժամանակ առ ժամանակ նույն բառը, երևի այդ որ ասում են կրկնությունը գիտության մայրն է, սկզբունքով է գրված։ Հետո որ ասում է, սա է Հայաստանը, հաշվի առնելով այդ բոլոր այդ խորհրդականների իրենց գիտական այդ բառապաշարը, չգիտեմ, մտածելակերպը, երևի ուզում էր ասել, էսա, ուզում եք թողեք գնացեք ստեղից։ Լավ, շնորհակալություն Տիկին։ Այդտենց իսկ մի հարցը, որ եթե կարելի է, դուք արդյոք մոտակա ժամանակներում ծրագրել եք հրավիրել ռուսական դաշնությունից որևէ ներկայացուցիչ, բայց պետական ոլորտից, ոչ թե անձնական կարծիքով։ Շնորհակալություն, իհարկե հարցև ինձ է ուղղված, Արմեն, ես պատասխանեմ Տիկին Արմինե, ես իհարկե ծրագրել եմ, որովհետև ես փորձում եմ հավասարակշռություն պահել, հաճախ այստեղ ավելի շատ գալիս են միգուցե նաև մարդիկ, որոնք ավելի դեպի Եվրոպա, դեպի արևմուտք նայող մարդիկ են, Ռուսաստանից մեծ սիրով, ուղղակի ռուսների հետ աշխատել մի փոքր ավելի բարդ է, որովհետև հաճախ իրենք ուղղակի հրաժարվում են գալ կամ ինչ-ինչ պատճառներով ավելի այդպես բյուրոկրատական բաների մեջև են փորձում ես անցկացնել, բայց իհարկե անպայման լինելու են եւ վստահ եմ, որ կլինեն եւ դեսպանությունից եւ ուղղակի պետական պաշտոնյաներ, որոնց հետ մենք խոսենք իրենց տեսակետների, իրենց տեսլականների մասին։ Ամեն նույնից վերադառնանք այս ելույթին, հիշեցնեմ, որ 368204 հեռախոսահամարով կարող են մեզ հետ կապվել։ Փաստորեն Արմեն, այս ելույթը ինձ մոտ այսպես մի միտք առաջացավ, որ միթե կամ այսպես ես հարցնեմ ավելի շատ քան մեկնաբանեմ, դուք կարծում եք, որ այս ելույթը ուղղված է նաև իր թիմին, որոնք որ այսպես չեն տեսնում եւ ինքը ուզում է հրապարակային ձևով հասկացնել, որ ինքը այսպիսի Հայաստան է ուզում եւ փոփոխություններ է սպասում հենց իր թիմից։ Այսպես ասենք, ինքը բավականին հստակ նշում է, որ ցանկացած փոփոխություն կախված է
քայլերից, մի քանի քայլերից եւ երբեմն այդ քայլերը պետք է անեն եւ պարտիորները եւ համախոհները եւ կուսակիցները, այսինքն մեկ մարդու գործողություն չի։ Այդ մասին նախագահը նշում է, այո, իհարկե տողատակում երևում է, որ սկզբունքորեն ինքը անդադ դիմում է երկրորդ դեմքով լսարանին, եթե հաշվի առնենք, որ ելույթը հնչել է համագումարում, մեծ մասամբ ուղղված էր հենց թիմակիցներին։ Եվ նախագահը ինչքան հիշում եմ, մի քանի ելույթներում անդադ նշել է, որ առաջերտին փոխվելու կարիք ունենք մենք։ Ինքը կարծեմ հենց ուղղակի դիմում է եւ падգամավորներին եւ պետական պաշտոնյաներին, այսինքն փոխվելու այդ անհրաժեշտությունը ինքն էլ տեսնում է առաջերտին եւ ոչ միայն հասարակության մեջ, այլև էլիտայի քաղաքական դասի մեջ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են եւ այդ մասին նշվում է։ Դրա համար եմ ասում, նախագահը սահմանել է խնդիրները, հասկանում եք, տեսեք, շատ կարևոր որ adekvat ընկալվի նաեւ հասարակության կողմից։ Տիկինը հարգելով իր կարծիքը, Տիկին Արմինեն նշեց, որ հաջողված գրական ստեղծագործություն չէր, ես պիտի նշեմ, որ առհասարակ գրական ստեղծագործություն չի։ Ժանր է այլ։ Հասկանում եք, եւ այն կրկնողությունները, որ կան, հենց դրա համար են։ Այսինքն հիմնական ազդակները, որոնք կարևորվում են, մի քանի անգամ որպեսզի տեղ հասնեն, ոմանք հումորով են վերաբերվում, ոմանք հեգնանքով, բայց կարևորը եթե դրա մասին խոսում են, ուրեմն հասել է նպատակին։ Արմեն, իսկ ինչպես եք պատկերացնում փոփոխությունը այս Հայաստանին հասնելու համար կոնկրետ քաղաքական էլիտայի տեսանկյունից, պիտի փոխվեն մարդիկ, թե նախագահ ուզում է որ դեմքերը փոխվեն, թե մարդիկ մնան, բայց փոխվի իրենց մոտեցումը, փոխվեն իրենց սկզբունքները։ Դա կոմպլեքս է, տեսեք, ամեն ինչ զուգահեռ պետք է տեղի ունենա ըստ էության, սա արդեն որպես քաղաքագետ եմ ասում, փոփոխությունները միանգամից չեն լինում, փոփոխությունները ենթադրում են ծերունդների փոփոխություն, փոփոխությունները ենթադրում են սոցիալական ինֆրաստրուկտուրաների ստեղծում, փոփոխությունները ենթադրում են ինստիտուտների, քաղաքական, քաղաքացիական ինստիտուտների կայացում, գործառնում։ Մենք պետք է դինամիկան տեսնենք։ Խոսել արդյունքների մասին սխալ կլինի։ Դինամիկան պետք է դիտարկել, ինչպիսի փոփոխություններ են եղել եւ ուղղությունները որոնք են ուր են տանում։ Տեսեք, նախագահան խոսում է քաղաքացիական հասարակության կայացման մասին։ Վերջնական կայացում որևէ տեղ չկա, բայց դինամիկան ինչպիսին է, քաղաքացիական հասարակությունը այսօր ինչ դերակատարություն ունի մեր հասարակական քաղաքական կյանքում։ Ինչպիսին է նրա դերակատարությունն այսօր համեմատած 5 տարի առաջվա, 10 տարի առաջվա հետ։ Մենք ունենք այստեղ շարժ։ Իսկ ավելի ճիշտ է, որ նախագահը ունենա կոնկրետ տնտեսական, քաղաքական ձեռքբերումներ եւ դրանց վրա շեշտը դնի, ասելով, որ ինքը այս տարիների ընթացքում կոնկրետ արել է այս բաները եւ ոչ թե ուղակի տեսլականների մասին, կոնկրետ արդյունքներն մատնանշի։ Գիտեք, հասարակական կյանքում փոփոխությունները իհարկե լավ կլինի, որ ամեն ինչ վերածենք թվերի ու թվերով համեմատենք, բայց այդտեղ էլ վտանգ կա, որ կխճճվենք վիճակագրական տարբեր ցուցանիշների մեջ։ Նայած ինչը ոնց է հաշվում։ Շատ կարևոր է։ Տեսեք, դեմոգրաֆիան մեզանում խնդիր է, չէ՞։ Եթե ենթադրենք ծնելիությունը մի քանի անգամ աճեցնենք ու իշխանությունները զեկուցեն ծնելիությունն աճել է, դա չի նշանակում դեմոգրաֆիական խնդիրը լուծվել է, եթե մահացության բարձր ցուցանիշ մնա։ Իսկ ցանկացած ոչինչ ի սկզբանե ճիշտ չի, նայած որ տեսանկյունից ենք նայում։ Իսկ ամենակարևոր տեսանկյունը բոլոր պետությունների համար դա բարեկեցիկ կյանք ունենալը։ Սոցիալական ապահովությունը ամենակարևորը։ Ինչից էլ մենք խոսենք, մարդիկ եթե լավ չեն ապրում, ապա մնացած ամեն ինչը երկրորդական է։ Սոցիալական ապահովությունը դա ամենակարևոր, մարդու ապահով ապրելու համար ամենակարևոր նախադրյալներից մեկն է, բայց ես չեմ կարծում, որ մենք կուզենայինք լինել կուշտ, բայց իրավազուրկ։ Վստահաբար, չէ, ես չեմ ասում մեկը մյուսին փոխարինելով, ասենք կամ, որն եք ուզում սոցիալապես ապահով, բայց իրավազուրկ, թե իրավունք ունենաք, բայց եթե մենք ունենք հեռախոսազանգ, վերցնենք այդ հեռախոսազանգը, դուք եթերում եք, լսում ենք ձեզ եւ կարծեք թե հեռախոսազանգը անջատվեց, եղեք ակտիվ, զանգահարեք 368204 հեռախոսահամարով։ Ես նույնիսկ վերադառնամ ելույթին ու հիշեցնեմ, որ այստեղ ելույթում շատ հետաքրքիր է, որ նախագահը այսպես այն ինչ որ անգլերենում ասում են human touch, այսինքն մարդկային այդպես գործոն է մտցնում, խոսում է եւ այդ Ֆրանսահայի մասին, խոսում է Լեոնիդ Ազգալդյանի մասին, մի բան, որ այսինքն օրինակներ է բերում, միգուցե մյուս ելույթում նաեւ ինքը իր սեփական փորձից, կյանքից օրինակներ բերի, որը շատ ավելի մարդկային, այսինքն ավելի
հողեղեն է դարձնում ելույթը եւ ոչ թե այսպես ուղղակի ակադեմիական ճառեր, որ կարող է որևէ մեկի սրտին չկպնել։ Սա հետաքրքիր է, որ նկատեցի ելույթի ժամանակ այս կարելի ասել նորարարություն կամ ներմուծում եւ մյուս բանը, որ ինքը անդրադառնում է նաեւ լավ, մենք ունենք հեռախոսազանգ, կարող ենք վերցնենք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, ներկայացեք, խնդրեմ։ Ալեքսեյն եմ, ներկայանալ։ Ալեքսեյ։ Ես այսպեսի հարց ունեմ, թեմայի շուրջ չի իհարկե։ Մի 2 տարի առաջ նախագահան թոշակառուների համար ասեց, ովքեր որ նպաստավոր են, իրենք կստանան 2500 դրամ, որպեսի գազի փոխհատուցում։ Բայց հենց որ հարցը գնաց, որ գնանք այդ հարցը լուծենք, սոցիալ-նախարարությունում ասում են, չէ, դա թոշակը ավելացե, նախագահան այդպեսի բան չի ասել։ Ու որտեղ որ դիմեցի, բոլորը ասին, մենք չենք լսել, դուք որ լսել եք, ուրեմն սխալ եք լսել։ Լավ, Ալեքսեյ, ինձ թվում է դուք կարող եք երևի Արմեն, եթե դուք կարող եք չէ բան ասել, ես կոնկրետ չեմ կարող ասել։ Միգուցե գրեք նախագահական կամ զանգահարեք կամ սոցիալ-նախարարություն գրեք գրավոր, որպեսզի իրենք պատասխանեն, հասկանաք ինչի մասին է խոսքը։ Կտամ դիմել կառավարություն, գուցե պարզաբանեն։ Ուղղակի հա, մարդիկ հաճախ մտածում են, որ դիմել նշանակում է ուղղակի ժամանակ վատնել, ցավոք։ Լավ, Արմեն, նույնիսկ վերադառնանք մեր այս ելույթին, այստեղ պարոն նախագահը խոսում է ներքին խնդիրների մասին, այնուհետև անդրադառնում է բանակի հարցերին, կարևորում է բանակի դերը, որից հետո խոսում է արտաքին քաղաքականության մասին։ Այստեղ ես ավելի եմ ոգևորվում, որովհետև սա ավելի շատ ինձ է վերաբերում արտաքին քաղաքականություն եւ հետաքրքիր է տեսնել այն դրույթները, որ նախագահը դնում է որպես թիրախներ։ Դա անվտանգության արտաքին բաղադրիչի ամրապնդումն է, Արցախյան հիմնախնդիր, միջազգային քաղաքական եւ տնտեսական համագործակցություն եւ Հայաստանի ներգրավվածություն համազգային նշանակություն ունեցող խնդիրներին հետամուտ լինելը, ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման գործընթացին հետամուտ լինելը, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացում, Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ, ինչպես նաեւ մյուս գերակայություններին հետամուտ լինելը։ Հիմա մենք հարցը վերցնենք, հետո կանդրադառնանք արտաքին քաղաքականությանը այս ելույթում։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անունս Ալեքսեյ է։ Այո, Ալեքսեյ։ Ես մի բան եմ զարմանում, որ այդքան ազգային ժողով եւ այլ այդքան մեծ մարդիկ կան վերևում նստած։ Ոչ մեկը չի խոսում Միքայել Նալբանդյանի երկրագործություն որպես ուղիղ ճանապարհ։ Նա այնտեղ ասում է, եթե դու ուզում ես քո ժողովրդին պահես, առաջի հերթին երկրագործությունը պետք է զարգացնել։ Նկատի ունեք գյուղատնտեսությունը այս իմաստով։ Չէ, գիրքը տենց է գրել Նալբանդյանը։ Միքայել Նալբանդյանը գիրք է գրել։ Շատ լավ։ Երկրագործություն որպես ուղիղ ճանապարհ եւ որպեսզի երկիրը պահի կառավարությունը առաջի հերթին շեշտը պետք է երկրագործության վրա։ Լավ, Ալեքսեյ։ Երկրագործությունը ունի բազմաթիվ ճյուղեր ունի։ Այդ ճյուղերի զարգացման մասին պետք է Սերժ Սարգսյանը խոսար եւ մեծերը պետք է դրա մասին պետք է խոսային, որպեսզի երկրագործությունը զարգանա, ասենք թե տրակտորի գործարան սարքեն, չգիտեմ, MT-ան։ Լավ, Ալեքսեյ ջան, դուք ունեք կոնկրետ հարց։ Կոնկրետ հարցն է, որ ես կոնկրետ հարցում եմ, ինչու համար այդ բանը աշխատողը արվել բոլորի կողմից, երկրագործության զարգացման համար շեշտը դրված չի կառավարության կողմից։ Լավ, շնորհակալություն, շնորհակալություն։ Ես կառաջարկեմ 368204 համարով զանգարել եւ եթե կարելի է մի փոքր ավելի թեմային մոտ, այսինքն նախագահի ելույթը եւ մենք ամփոփում ենք տարին այս ելույթի միջոցով, արմեն ինչ-որ բան կարող եք ասել երկրագործության հետ կապված։ Երկրագործության հետ չէ, նու տարբեր էլ եմ ասում, մարդկանց մոտ տարբեր ընկալումներ կարող են լինել, ինչն է ասված, ինչը չի ասված։ Այն որ գյուղատնտեսությունը գյուղատնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է, փաստ է, որ դինամիկ ճյուղը զարգանում է, դա էլ է փաստ։ Ինչպես ոնց եկամուտները ոնց են բաշխվում, սա մասնագետների հետ, դժգոհողներ կան, գոհ մարդիկ կան։ Ուղղակի մասնագիտությունից չեմ կարող շատ մանրամասն խոսել։ Արմեն, մենք խոսեցինք արտաքին քաղաքականության բաղադրիչի մասին, եւ այստեղ ինձ համար հետաքրքիր, որ նախագահը այսպես բարձր ամբիոնից հնչեցնում է ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, մի բան, որի մասին այդքան հաճախ չեն խոսում կոնկրետ պետական պաշտոնյաները, քանի որ կարծեք, ոչ թե կարծեք, այլ մենք
մենք չենք պահանջատեր հանդես գալիս Թուրքիայից որպես ճանաչում, մենք դա թողնում ենք Սփյուռքին եւ այստեղ 1-2 անգամ եղել են, հնչել են իհարկե եւ պարոն Ալբանդյանը եւ Քոչարյանը երկրորդ նախագահը հնչեցրել են, բայց միևնույն է մենք հայեցակարգային առումով մեզ համար ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթության մեջ չի մտնում, այսինքն ինքը մենք Հայաստանը չի հանդես գալիս որպես պահանջատեր Թուրքիայի դեմ, որպեսզի Թուրքիան պաշտոնապես ճանաչի, ընդունի եւ այլն եւ դրանից բխող բոլոր հանգամանքները։ Այստեղ նախագահ հստակորեն նշում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ամենօրյա թափ պետք է հաղորդել։ Արդյոք սա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն է մտնում, թե նորից շեշտը Սփյուռքի եւ միջազգային կառույցների միջոցով ցեղասպանության ճանաչման հասնելն է։ Չէ, ասի որ փոփոխություն է մտցվում այս կերպ, ընդհակառակը սա գծի շարունակություն է, որտեղ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը երկրի արտաքին քաղաքական օրակարգում ընդգրկվել է առնվազն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում, հենց առաջին տարիներից սկսած, կա նաև նախագահ Քոչարյանի ելույթը միավորված ազգերի կազմակերպությունում եւ կա այն պերմանենտ աշխատանքը, որ կատարվել է արտգործ նախարարության կողմից թե Վարդան Օսկանյանի օրոք եւ թե Էդվարդ Նալբանդյանի օրոք։ Սա ըստ էության գծի շարունակումն է, բայց մեկ շեշտադրում բոլոր դեպքերում կա, բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանի հետ ամենայն հավանականությամբ կհամընկնի ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ պետության մոտեցումների մեջ որոշակի ակցենտավորում ըստ էության կլինի եւ սա դրա նախերգանքը պետք է ուղղակի դիտարկել։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական օրակարգին, որևէ նոր բան չկա նախագահ Սարգսյանի ելույթում, բայց կա մի փաստի արձանագրում, որը շատ կարևոր է ժամանակակից միջազգային հարաբերություններում, այն որ Հայաստանը կշարունակի լինել վստահելի գործընկեր միջազգային հարթությունում, ինչ ցույց տվեց նախորդ մի քանի տարիների պատմությունը, կապված նաև այդ WikiLeaks-ի հետ, որ սկզբունքորեն քաղաքականությունը, միջազգային համագործակցությունը, գործընկերությունը ենթադրում է վստահելիության մեծ բաղադրիչ ունի եւ նրանք, ովքեր շատ հաճախ հանդես են գալիս որպես անվստահելի գործընկերներ, սկզբունքորեն տուժում են ոչ միայն իմիջային, այլև ռեսուրսային առումով եւ այն, որ Հայաստանը այս ընթացքում եղել է հուսալի եւ կանխատեսելի գործընկեր եւ իրեն եւ հրճակում է, որ շարունակելու է լինել այդպեսին, սա շատ կարեւոր է սկզբունքորեն։ Լավ, իհարկե ինձ համար շատ հետաքրքիր կլինի տեսնել ինչպիսի արտաքին քաղաքականություն կիրականացնի Հայաստան 2013-ին, որտեղ կարծում եմ, որ նաև պարոն նախագահը այստեղ ասում է, որ մենք հիմք ենք ընդունելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, ինքը չի խոսում տարածքային ամբողջականության մասին, մի բան, որ դրված է մադրիդյան սկզբունքների մեջ, եւ ինձ հետաքրքիր է ինչպես է մեր գերատեսչությունը 2013-ին իրականացնելու կոնկրետ հայանպաստ գիծը։ Ես շատ եմ ուզում, որպեսզի իսկապես հայկական կողմը ավելի ակտիվանա, ավելի նախաձեռնող լինի։ Սաֆարովի դեպքը ցույց տվեց, որ ոչ թե խնդիրն այն է, որ կարելի է կանխել, թե ոչ, այլ պետք է ունենալ բազմաթիվ սցենարներ տարբեր զարգացումների համար եւ կարծում եմ, որ մեր արտաքին գերատեսչությունը հաշվի կառնի բաց թողումները 2012-ին եւ դրանից առաջ եւ 2013-ին կլինի ավելի նախաձեռնող։ Արմեն, մենք ունենք մի քանի վայրկյան, մի րոպե, կարելի ասել, կուզեի ձեր բարեմաղթանքները մեր ռադիո լսողներին քաղաքագիտական տեսանկյունից։ Ես մաղթում եմ, որ տեսեք, քաղաքագիտական տեսանկյունից այսպեսին է, նախագահը խնդիր դրեց ապահով Հայաստանի եւ բոլորիս համար էլ հասկանալ է, որ ամեն մի անհատի համար ապահովությունը միանգամայն այլ հարթությունում է։ Ոմանք իսկապես ունեն սոցիալական խնդիրներ, ոմանք իրավունքների իրացման, ոմանք հնարավորությունների իրացման, ոմանք ուղղակի օրենքի առջև հավասար լինելու։ Ես մաղթում եմ, որ յուրաքանչյուրն իսկապես հաջորդ տարվանից սկսած ավելի ապահով զգա իրեն, անկախ նրանից ով կլինի իշխանությունը, բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարում եւ լինեն արդար ընտրություններ։ Արմեն, շնորհակալություն եմ հայտնում այս հետաքրքիր զրույցի համար։ Ես մեր ռադիո լսողներին հիշեցնեմ, որ այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք
panorama.am թերթի օրաթերթի էլեկտրոնային օրաթերթի վերլուծաբաններից մեկին եւ քաղաքագետ Արմեն Մինասյանին։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Մնացեք Արտ ռադիոյի եթերում առայժմ։